Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Հունիսի 14-ից 20-ը։ Ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ հունիսի 14-ից 20-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում շատ լավ։ Շատ կուզեք լինել ձեր ընկերների հետ, ժամանակ անցկացնել, շփվել, ընկերուհիների, ընկերների, նայած ով ում հետ է ուզում շփվել, միգուցե բարեկամների, ազգականների, շատ շփում կլինի ամեն դեպքում, գուցե հաճելի մարդկանց հետ ժամանակ անցկացնել։ Տրամադրությունը ամեն դեպքում կլինի շատ տրամադրված, այսպես ժամանակ անցկացնել ձեզ համար շատ հարազատ մտերիմ մարդկանց հետ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ խարիսխը, իսկ խարինով կարող եմ ասել, որ հարաբերությունները մի տեսակ լճացել են, մի տեսակ կանգնել են։ Տեսնենք ինչի հետ է կապված։ Հասկանում եք, հարգելներ, չի կարող սա բոլորին վերաբերել, ում հարաբերությունները շատ գեղեցիկ ու լավ են, սիրում են, սիրված են, սա ձեզ չի վերաբերում։ Տնտեսատևական պրոցես է, կայուն, ստաբիլ, ինչ որ վերջերս որոշ ժամանակ հարաբերությունները մի տեսակ կանգնել են։ Տեսնենք, ինչեր եմ տեսնում ես այստեղ, շատ խառը կարտեր եմ տեսնում, ոչ շատ բացասական եմ տեսնում, անկեղծ ասած, ոչ շատ դրական, չափազանց շատ կարտեր, ինչքան ուզում է ինչ-որ բան տեսնել, չէի տեսնում, ճիշտն ասած, ինչ տեսնեմ, այն էլ կարող եմ ասել, ես այստեղ տեսնում եմ կանայք, այսինքն այս լճացած վիճակում կանանց է վերաբերում, եւ ամուսնացած եւ չամուսնացած է միջայլոց, այսինքն ամուսնացած կինը իր ամուսնու հետ մի տեսակ սառել են հարաբերությունները, կինը նեղվում է մի քիչ, սիրո պակաս է զգում միգուցե, իսկ սա կարող է լինել չամուսնացած աղջիկը, որը այսպես ընտրության առաջ է կանգնած, ամեն դեպքում միգուցե հանդիպում են երիտասարդի հետ, ժամանակ անցկացնում են, բայց առանձնապես սիրված իրեն չի զգում։ Լուրի է սպասում, լուրը չի գալիս, այսպես ավելի տղամարդուց ինչ որ սպասում են գործողություն եւ տղամարդը չեմ կարող ասել, դե կշարունակեմ կտեսնեմ, բայց մինչև այդ կարող եմ ասել, որ տեսնում եք ղարի 9, տեսնում եմ սրտի 9, իսկ այստեղ ձիավորը, այսինքն կինը այստեղ երկու դեպքում էլ եւ ամուսնացած եւ չամուսնացած, եթե այսպիսի դե բոլորին չի կարող վերաբերել, ամուսնացած կանայք, որոնք մի տեսակ վերջերս ամուսնու կողմից սեր չեն զգում, սառել է ամուսնու հարաբերություններ իրենց հետ եւ աղջիկ, որը շփվում է երիտասարդի հետ, բայց մի տեսակ իրեն այնքան էլ սիրված չի զգում վերջերս, լուրի են սպասում, իրականում լուրի եւ տղամարդուց սպասում են ինչ-որ գործողություն, այսինքն տղամարդը գա, առաջարկություն անի, չգիտեմ, սեր խոստովանի կամ զգացմունքներ ցույց տա, կինը ամեն դեպքում կարող եմ ասել, աղջիկները այստեղ սպասում են տղամարդուց ինչ-որ գործողություն։ Եվ եթե գործողություն լինի տղամարդուց, իրականում կարող է իրավիճակը փոխվել, տրանսֆորմացիա կլինի, այսինքն կինը սիրում է, սպասում է, դա է նշանակում։ Սպասողական վիճակում է, որ ամուսինը ինչ որ մի բան կարող է ամուսինը կամ ընկերը, տվյալ դեպքում միայն ամուսին չէր, կարող է ինչ որ բան փոխել։ Եվ երբ որ ինչ որ բան փոխվի, իրենք նորից տեսնում եք երեխայով, այսինքն իրենք նորից կարող են իրենց կինը ուզում է, ես կարող եմ ասել աղջիկները տվյալ դեպքում ամուսնացած, չամուսնացած, իրենք ուզում են իրենց հարաբերությունները կարգավորել իրենց տղամարդու հետ։ Բայց մի տեսակ տղամարդը տեսնում եմ մի քիչ կտրվել է ընտանիքից եւ իրենց կանացից։ Տղաները ինչ որ շատ վերջերս, չգիտեմ, զբաղված են, ինչն է պատճառը, ինչ է կատարվում, դժվարանում եմ ասել ճիշտն ասած։ Դժվարանում եմ, բայց առայժմ ղարետուզ եմ տեսնում, հարգելներս եւ արագիլ եմ տեսնում, այսինքն չեմ կարող ասել այս հարցը մի շաբաթ լուծվելու է։ Կինը ուզում է փոփոխություն, տեսնում եք, մտախոհ կինը մտածմունքի մեջ է, սպասողական վիճակում է, որովհետեւ տղամարդը միգուցե կապի մեջ դուրս չի գալիս, եթե ընկերն է, աղջկա։
Իսկ եթե ընկերը չի ամուսինն է, ապա շատ զբաղված է իր գործերով, կնոջ ուշադրություն ցույց չի տալիս, իսկ կինը այսպես սպասում է, սպասողական վիճակի մեջ է, փոփոխություն է ուզում, բայց ես տեսնում եմ, որ հարգելիներս, առայժմ այդ վիճակում էլ կլինեք։ Ես ճիշտն ասած այս կայուն վիճակը կշարունակվի եւս 1 շաբաթ։ Դրանից հետո չեմ կարող ասել ինչ կփոխվի, չեմ կարող ասել դուք ինչ կարող եք անել, որ փոխվի, բայց հաջորդ շաբաթ ես առանձնապես փոփոխություն չեմ տեսնում ցավոք սրտի։ Աշխատանքային հարաբերություններում տեսնում եմ մատանի, այսինքն ինչ որ նոր աշխատանք, նոր պայմանագիր, նոր համաձայնագիր է կնքում։ Տեսնենք։ Գիտեք, այստեղ կարտերը վատ չէին հուշում։ Այքանի սպասողական վիճակում եք տղամարդը ոչինչ չի անում, չգիտեմ ինչով է զբաղված, հարգելի կանայք, աղջիկներ, ամուսնացած, չամուսնացած, կարտերը խորհուրդ են տալի, մի քիչ ավելի շփվեք ձեզ համար ավելի հարազատ սիրելի մարդկանց հետ։ Եթե սիրո պակաս եք զգում ձեր կողակցից կամ ձեր կյանքի, չգիտեմ, ընկերոջից, ամուսնուց, մի քիչ ավելի հաճելի ժամանակ անցկացրեք մարդկանց մեջ, որոնք ձեզ ավելի հոգեհարազատ են, որոնք ձեզ սիրում են, որպեսզի նորից ձեզ զգաք սիրված։ Այսինքն ընկերուհիների հետ դուրս եկեք շփվեք, ընտանիք գնացեք, ձեր ընտանիքի անդամների հետ շփվեք, մինչև ամուսինը ինքը երևի կվերգտնի իրեն եւ կվերադառնա, նորից կսկսի ձեզ հետ այսպես բաց շփվել։ Ինչ գործեր ունի, ինչով է զբաղված, չեմ կարող ասել։ Կարտերը խորհուրդ են տալի, փոխանակ նեղվեք, այսպես չգիտեմ։ Տխուր էին սպասում էին, չէ, լուրի են սպասում։ Փոխանակ շատ նեղվեք, ընկճվեք, ամուսինը ձեր կողքին չի, շատ չի լինում ձեր կողքին, ավելի գնացեք շփվեք ձեր ընկերների հետ։ Հաճելի մարդկանց հետ, ումից կարող եք գոնե սեր կամ ջերմություն ստանալ։ Կարտերի խորհուրդն է դա։ Իսկ այժմ շարունակենք ինչ նոր պայմանագիր, համաձայնագիր եմ տեսնում աշխատանքի հետ կապված հարգելի աղեղնավորներ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Պայմանագիրը մատանիով տեսնում եք, տեսնում էլի տուզ, վերջում վերջացավ տուզ, շատ լավ եմ տեսնում։ Ի վերջո շատ լավ եմ տեսնում, բայց իրականում բարդ կարտեր եմ տեսնում։ Ես կարող եմ ասել, այս վերջերս գիտեք ինչ եմ տեսնում։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Եկեք մեկ-երկու տարբերակով ասեմ։ Մեկ առաջին տեսնում եմ, որ այս վերջերս կարող է այնպես լինել, որ խորհուրդ են տվել, օգնել են, չեմ կարող ասել։ Միգուցե ինչ-որ մեկի խորհրդով, բայց որոշ աղեղնավորներ աշխատանքից դուրս են եկել։ Այդպես կարող եմ ասել։ Խորհրդով, պատկերացնում եք, ինչ-որ մեկի խորհրդով աշխատանքից դուրս են եկել։ Կամ պարզապես շատ երկար են մտածել, մտածում են, ուզում են աշխատանքից դուրս գալ, չէ, այդպես եկեք ասենք, մի տեսակ խորհրդով չգիտեմ, չեմ կարող ասել, չէ երևի թե։ Եկեք այսպես ասենք, ավելի ճիշտ փորձեմ մոտենալ։ Դուք որոշում եք ասում, սա ձեր, այսինքն իմաստուն մտածում եք, երկար ժամանակ է միգուցե մտածում եք, աշխատանքից դուրս գամ, դուրս չգամ, կասկածներ ու անհանգստություններ ունեիք, որովհետև միգուցե ամեն դեպքում մտավախություններ կային, եթե մտածելու տեղիք չլինի, չէ, անհրաժեշտություն չլինի, չեք մտահոգվի։ Եթե մտածում եք գործից դուրս գալու մասին, ուրեմն ինչ որ խնդիրներ կան։ Ես չեմ կարող ասել ում աշխատանքի վայրում ինչ խնդիրներ կան, բայց դուք շատ երկար եք մտածում, կարծում եմ, որ առայժմ դուրս չեք եկել, բայց իրականում ուզում եք դուրս գալ, ուզում եք դուրս գալ։ Եվ կարող եմ ասել, որ զրուցում եք ձեր աշխատանքի վայրում ինչ-որ մեկի հետ։ Զրուցել եք, զրուցում եք, հայտնում եք, որ ուզում եք դուրս գալ եւ այստեղ ինչ-որ լուրի եք սպասում։ Միգուցե լուրը մի քիչ ուշանում է, բայց իրականում լուրը կգա եւ լավ կգա։ Հիմա տեսեք ինչպես կարող եմ ասել, երկու տարբերակ։ Ես չեմ ուզենա ոչ մեկին այսպես անհիմն հույսեր տալ, բայց եթե դուք որոշել եք աշխատանքից դուրս գալ, երկու տարբերակ կարող է լինել։ Որոշել եք աշխատանքից դուրս գալ, երկար եք մտածում, ի վերջո խոսում եք աշխատանքի վայրում ինչ-որ մեկի հետ կադրերի բաժնում, ձեր ղեկավար անձի հետ, չեմ կարող ասել, եւ տեղյակ եք պահում, որ դուք ուզում եք դուրս գալ, զրուցում եք բավականին երկար, հետո իրենից լուրի եք սպասում։ Իրականում միգուցե կարող է գան ձեզ համոզեն, որ իրականում դուրս չգաք աշխատանքից, նոր պայմանագիր կնքեն ձեզ հետ։ Այսինքն նորից աշխատանքը, բայց ավելի լավ պայմաններով, այսպես ասեմ, եթե չկա պայմանագրի հարց, ապա նորից ուզում են դուք մնաք աշխատեք, ձեզ կհամոզեն, որ մնաք աշխատեք,
Եվ ավելի լավ պայմաններ կառաջարկեն, չէ՞, եթե դժգոհ եք ինչ-որ բանից, իրականում ավելի լավ պայմաններ կարող են առաջարկել։ Բայց մյուս տարբերակը, դե, այսպես չեմ ուզում հույս տալ բոլորին, եթե որոշեք դուրս գալ, ձեզ կհամոզեն կպահեն, ոչ, այդպես չի կարող լինել բոլորի հետ։ Մյուս կողմից, նորից ինչպես սկզբում ասացի, ինչ-որ բանից դժգոհ եք, երկար մտածում եք, տատանվում եք, գործից դուրս գամ, դուրս չգամ, կասկածներ, անհանգստություններ կան։ Ես կարծում եմ, ի վերջո դուք կորոշեք դուրս գալ։ Եթե կորոշեք դուրս գալ, այդ դեպքում դու կարող եք ինչ-որ նոր մեկի հետ խոսել, աշխատանքն եք փոխում, ինչ եք անում, չգիտեմ, նոր պայմանագիր, նոր գործատիրոջ հետ, սա էլ լուրը սպասում եք եւ շատ լավ լուր կգա։ Իսկ երկու տարբերակներ կլինի, կամ ձեր աշխատանքի վայրից ձեզ կարող են նոր պայմաններով աշխատանք առաջարկել, համոզել, որ մնաք, կամ եթե դուրս գաք աշխատանքից, դուք ունեք նոր աշխատանքի առաջարկություն, հա, նոր մեկի հետ պայմանագիր կարող եք կնքել եւ կունենաք աշխատանք։ Միգուցե որոշել եք դուրս գալ եւ արդեն փնտրում եք աշխատանք եւ կգտնեք աշխատանք, հետո նոր դուրս կգաք, այդպես ավելի խելացի կլինի։ Ամեն դեպքում ես ձեզ առանց աշխատանք չեմ տեսնում եւ տեսնում եմ պայմանագիր եւ տեսնում եմ տզով հաջողություն։ Այսինքն դուք առանց աշխատանք չեք մնա։ Այդպես կարող եմ ասել։ Ինչ էլ որ որոշեք, այս ձեր որոշումը ինչ էլ որ լիներ, իրականում շատ հաջող է լինելու։ Շատ հաջող, խաչի տուզներ, չէ, այստեղ, այո, խաչի տուզներ։ Այսինքն, այս ինչ նոր պայմանագիրը, ինչ որ նոր փոփոխություն լինում է, իրականում ձեզ համար դրական է լինելու։ Իսկ այ ֆինանսները կանգնած են։ Միգուցե դրա համար եք ուզում աշխատանք փոխել, որովհետև ֆինանսները կանգնած էին, ֆինանսները չէին բավելանում եւ ձեզ նոր պայմաններ առաջարկեն, այսինքն ավելի շատ գումարներ առաջարկեն եւ համոզեն, որ մնաք։ Այո, այդպես էլ կարող է լինել։ Տեսնենք ֆինանսներում ինչու են կանգնած ֆինանսները։ Կամ դրա համար եք ուզում աշխատանքը փոխել, նոր աշխատանքի նոր պայմանագիր եք կնքում, որովհետև ուզում եք ավելի շատ ֆինանսներ ունենալ։ Տեսնենք։ Ֆինանսները կանգնել էին, եթե հիշում եք, ասացի, ֆինանսները կանգնել էին, չէին գալիս, միգուցե ծախսերն էին ավելացել, դրա համար ֆինանսական առաջխաղացում չկար, չէ, եթե դուք նույն ձևով գումար աշխատում եք, պակաս չէր, ձեր ֆինանսները չէր պակասել, այլ պարզապես ծախսերն էին շատացել, դե արդյունքում նորից էլի ֆինանսները պակասում են։ Նշանակությունը ի վերջո մնում է նույնը։ Ես այստեղ շատ կարտեր եմ տեսնում, ոչ մի կերպ չէի տեսնում իմ հարցի պատասխանը։ Ես այստեղ տեսնում եմ ամեն դեպքում ձեզ աշխատանքի առաջարկություն կա։ Միգուցե աշխատանքի հետ, որ ասում էի, ավելի շուտ ձեզ աշխատանքից դուրս էի գալիս, որտեղ ֆինանսները քիչ էին եւ ավելի նոր աշխատանքի եք անցնում շատ ավելի լավ պայմաններով։ Հնարավոր է, սա նոր գործատերն է, հանդիպում եք, զրուցում եք, այսպես որոշում պետք է կայացնեք եւ դուք եւ իրենք շատ հարմարավետ աշխատանք է, միգուցե տանը շատ մոտ կամ միգուցե առաջարկում են նույնիսկ այս գործը կարող եք տնից անել։ Շատ լավ է։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ձեզ աշխատանքի առաջարկություն կա, զրուցում եք, ամեն ինչ միանգամից հեշտ համաձայնության չեք գալիս, ինչ որ մանր-մունր հարցերի մասին ամեն դեպքում կզրուցեք, բայց է շատ լավ մարդ եմ տեսնում, որը ձեզ օգնում է, որը ձեզ նաև շատ բան կսովորեցնի։ Ես կարծում եմ, որ դուք ում հետ էլ որ պայմանավորվեք, հարգելիներս, ես ուղղակի շատ մարդիկ եմ տեսնում, շատ մարդիկ եւ շատ տղամարդիկ, թագավորներ եմ տեսնում, տեսեք այստեղ։ Թագավոր, վերջում էլի թագավոր։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ շատ մարդկանց հետ կզրուցեք։ Ձեզ խորհուրդ կտան ամեն դեպքում, առաջարկություն, միգուցե մեկից ավել առաջարկություն ստանաք, ճիշտ ասած, դրա համար են թագավորները շատ։ Կարող է 1-2 առաջարկություն ստանաք, մեկի պայմանները ձեզ դուր կգան, մյուսի պայմանները դուրս չեն գա։ Ի վերջո դուք շատ բանակցելուց հետո, գիտեք, այսպես կարող եմ ասել, մենք այստեղ ֆինանսների մասին ենք խոսում, բայց տվյալ դեպքում ձեր ֆինանսները գալիս են աշխատանքից, ես այդպես եմ տեսնում։ Գործունեություն, ինչու գործ եք անում, որ ձեզ ֆինանսեն։ Նույնիսկ գիտեք, աշխատանքը, ամեն մարդ ինչ գործ որ անում է, դա իր աշխատանքն է։ Շատ մարդկանց հետ եք բանակցում, մեկի հետ լավ, մեկի հետ վատ, շատ եք բանակցում, կարող եմ ասել, բայց ի վերջո ձեզ ֆինանսներ գալիս են։ Տեսեք, շատ բարդ են կարծել, կդժվարանամ ասել։ Մի աշխատանք առաջարկում են, համաձայն չեք, որտեղ պայմանները ձեր սրտով չեն, մի երկրորդ աշխատանքին եք համաձայնվում։ Ամեն դեպքում տեսնում եմ շատ մարդկանց հետ եք զրուցում, շատ էլ բանակցում եք համառորեն, ձգձգում եք, շատ արագ որոշում չեք կայացնում, բայց ի վերջո ֆինանսներ ձեզ կգան եւ ամեն ինչ կլինի ձեր ուզածով։ Բավականին բարդ էր, բայց այստեղ որ ֆինանսները կանգնել էին, հարգելիներս, ես այստեղ տեսնում եմ, որ ֆինանսները գալիս են։ Ում հետ էլ զրուցում եք, ինչի մասին էլ որ զրուցում եք, իրականում ֆինանսներ ձեզ գալիս են։ Եթե մյուս շաբաթ չգան,
Ամեն դեպքում մի շաբաթ արդեն կիմանաք, որ գումարները գալու են։ Քան ուզում եմ քիչ կարտեր հանել, չի ստացվում։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ, հունիսի 14-ից 20-ը։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում ծառ։ Ծառը եւ սրտերի 7-ը։ Ծառը նշանակում է առողջություն, նշանակում է ընտանիք։ Միգուցե որոշ եղջյուրներ շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքի հետ, շատ կզրուցեն, շփվեն, հյուր կգնան, միգուցե հյուր կգան, ամեն դեպքում ընտանիքի հետ զրույցները, շփումը շատ կլինի։ Եթե առողջական խնդիրներ ուներ ընտանիքում ինչ-որ մեկը, այդ եղջյուրը կամ ինչ-որ մեկ ընտանիքում ծառով կարող եմ ասել կլինի առաջ խաղացում։ Ամեն դեպքում ընտանիքը ձեզ համար կլինի առաջնահերթ այս շաբաթ հարգելի այդ եղջյուրներ։ Այո, շատ զրույցներ, տեսնում եք, անձնական հարաբերություններում եք, տեսնում եմ, շատ եք շփվում, շատ եք զրուցում։ Տեսնենք, ինչ կասեն կարտերը։ Ես տեսնում եմ շատ շփում անկեղծ ասած, շատ շփում եմ տեսնում շատ մարդկանց հետ, դուք հյուր եք գնում, ձեզ հյուր են գալիս, ինչ որ նաև խոսում եք, գիտեք, շփվում եք, երևի ավելի շուտ այստեղ ընտանեկան շփում է, ընտանիքի անդամներով, ընտանիք դե կարող է մայրը ծնող է իր երեխաների հետ, ամուսնացած երեխաներն իրենք էլ իրենց ընտանիքներն ունեն։ Տեսեք, ընտանիքով խոսակցություններ կա, ինչ որ ցանկությունների մասին, ինչ որ, չգիտեմ, անհաջողությունների մասին, ես տեսնում եմ ուղղակի շատ ջերմ ընտանեկան զրույց։ Ինչ որ ճանապարհ եմ տեսնում, որը փակ է եղել, ցանկություն եք ունեցել, չգիտեմ, ընտանիքով, բարեկամներով, ազգականներով, ինչ ճանապարհի մասին է խոսքը, չգիտեմ։ Ինչ որ նպատակ կարող է լինել, ոչ միայն ճանապարհ։ Ինչ որ նպատակ է եղել, չեք կարողացել նպատակին հասնել առայժմ, բայց ես տեսնում եմ ինչ որ հարց փոխվում է, միգուցե այլ տարբերակներ եք փնտրում ինչպես հասնել ձեր նպատակին, չեմ կարող ասել նպատակը ինչն է, օրինակ ուզում եք տունը վերանորոգել, ուզում եք նոր կահույք գնել, չէ՞, ընտանիքում ցանկացած հարց։ Ես այստեղ տեսնում եմ այս է, տեսնում եք, ընկերներով նստել եք, զրուցում եք, ու եթե խնդիրը իրականում ֆինանսների հետ կապվածն է, այսօր բոլորն ուզում են իրենց կողմից գումար ներդնել, որպեսզի կարողանան իրենց ցանկությանը հասնել։ Էլի տեսնում եք, զրուցում են, շփվում են, նույնիսկ գնում եք, զբոսնում եք իրար հետ, միգուցե ընտանիքով, ինչ որ որոշում, այո, պետք է կայացնեք, բայց ինչ որ մի հարցեր, որ այո, կանգնել էր, որոշում չէիք գտնում, ել եմ ասում, եթե ֆինանսների հետ են կապված հարցերը պետք է լուծվեր, եթե ճանապարհ եք ուզում գնալ, ասինքն ճանապարհը, չգիտեմ, եթե այստեղ կարող եք ճանապարհ ուզում եք գնալ հանգստանալու ընտանիքով, փոքր ընտանիք է, մեծ ընտանիք է կդժվարանամ ասել, ֆինանսներն էին հարցը, դուք իրականում ֆինանսներ կգտնեիք, կախված է կայուն վիճակ, այսինքն որոշումը չեք կարողանում կայացնել, որովհետև ֆինանսների հարց կար, ես ֆինանսներ տեսնում եմ, եւ այստեղ եմ տեսնում, եւ այստեղ եմ տեսնում, ընդ որում դες ֆինանսներով ձեր ընտանիքի անդամները կարող են նաեւ օգնել։ Այսինքն ես տեսնում եմ զրուցում եք, որոշումներ եք կայացնում, շատ հաճելի ժամանակ եք անցկացնում, ամեն ինչ չի որ հալած յուղի պես է, բայց դուք իրար հետ ոչ մի կոնֆլիկտ չունեք, բոլորովին։ Ես տեսնում եմ շատ մարդկային նորմալ ջերմ հարաբերություններ, շատ քիչ մարդիկ եմ տեսնում անկեղծ ասած, ուղղակի ընտանիքի հետ կապված ընտանիքում ինչ որ որոշումներ եք կայացնում։ Այո, ինչ որ որոշումների զրուցում եք, դե նորմալ է, ինչ որ հարց ձեր ուզածով կլինի, չի լինի, մի շաբաթ ես տեսնում ուղղակի շատ շփվում եք, որոշումներ եք կայացնում, եթե ինչ որ հարցեր ունեք տան ընտանիքի հետ կապված, ֆինանսների հետ են կապված, փորձում եք տարբերակ գտնել, եւ ես կարծում եմ, որ իրականում կգտնեք։ Տեսնում եմ երեխա աշխատանքի հետ կապված, ինչու մեկը եւ նոր աշխատանքի առաջարկություն է ստացել կամ նոր աշխատանք է ստացել, կամ պարզապես նորություն կա աշխատանքում, գործերում, տեսնենք։
ինչ էլ որ լինում է աշխատանքի վայրում շատ լավ եմ տեսնում, հարգելիներ, շատ։ Ինչ որ փոփոխության կամ տեղափոխության մասին խոսք կարող է լինել, որը ձեզնից կախված չէ, որոշումներ կարծում եմ, որ ձեզնից կախված չէ, բայց դուք ցանկությունը ունեք, դուք այս փոփոխությունը ուզում եք, տեսնում եք 9 եմ տեսնում, շատ լավ կարտեր եմ տեսնում, կարող եմ ասել աշխատանքի հետ ամեն դեպքում ինչ-որ փոփոխություն լինելու է, ընդ որում կարող է նաև ճամփորդություն լինել աշխատանքի հետ կապված, այն նորությունը կարող է դրա հետ կապված լինել, կամ միգուցե նոր աշխատանքի եք անցնում, սա տեղափոխություն է, նոր աշխատանքի եք անցել, սա այսպես շատ պատահաբար եք գտել աշխատանքը, պատահաբար ինչ-որ մեկն է ձեզ առաջարկել այս աշխատանքը, շատ անսպասելի է, բայց շատ լավ եմ տեսնում փոփոխություններ, շատ աշխուժ աշխատանք կլինի, բավականին գործ կունենաք, բայց շատ ծանրաբեռնվածության մասին չի խոսքը, այլ ուղղակի հետաքրքիր աշխատանք կլինի միգուցե։ Այո, եւ կփոխվի իրավիճակը, եւ վերջում տեսնում եմ ծաղիկներս լավ էլ միջավայրում կաշխատեք հաճելի մարդկանց մեջ, եւ ձեզ շատ հաճելի կլինի ամեն դեպքում։ Ինչ էլ որ փոփոխություն լինի ու աշխատանք եք անցել, ամեն ինչ լավ կլինի, շատ դրական կլինի, լավ միջավայր կլինի, փոփոխություն կլինի։ Եթե դուք աշխատանք եք փնտրում, ամենայն հավանականությամբ ձեզ աշխատանք ամեն դեպքում կառաջարկեն։ Շատ լավ եմ տեսնում վերջում։ Կարտերն էլ շատ, այո, սիրտ, շատ լավ էր։ Ամեն դեպքում ճանապարհ փոփոխություններ եմ տեսնում։ Եվ եթե կա այդպիսի տարբերակ ձեզ աշխատանք են առաջարկում, չգիտեմ, արդ երկիր պետք է գնաք կամ վայրից վայր պետք է գնաք, ամեն դեպքում տեսնում եմ աշխուժ աշխատանք, տեսնում եք, այստեղ էլ աշխուժ եմ տեսնում ձիավորով, այսինքն տեղից տեղ տեղափոխվելը, եթե մի քիչ հեռու է տնից պետք է մեքենայով գնալ գալ, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ձեր սրտով է, ինչ էլ որ լինի, փոփոխությունը ձեզ համար կլինի դրական։ Ֆինանսներում տեսնում եմ գերանդի։ Գերանդին շատ հակասական կարտ է, ինչ որ գումար է ծախսվում գնում, ինչ որ գումարը, պարտք եք փակում, վարկ եք փակում, վերջացնում եք, պարտքն է գնում, շատ լավ է։ Իսկ եթե ձեզնից է գումար գնում, դե նայած ինչի համար, չէ, եթե լավ ուզում եք գնալ Եվրոպա ճամփորդել, մի խոշոր գումար պետք է ձեզնից գնա, լավ է, ուրեմն թող գնա։ Դուք ուզում եք լավ բանի համար եք ծախսում, ուրեմն թող գնա։ Պարտք եք ինչ-որ մեկին, միգուցե պարտքը տակ փակեք, վերջացնեք, եթե ձեզ էին պարտք, միգուցե իրենք պարտքը տան վերջացնեն։ Տեսնենք, ինչ է նշանակում այս դեպքում գերանդին։ Չեմ ուզում էլ լրացուցիչ կարտեր հանել, տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, տուզ եւ վերջում ծաղիկներ։ Ես չգիտեմ կտրուկ ինչ է փոխվում, ինչ որ մեկը վարկ է վերջացնում, շատ ուրախանում եք, այսպես նույնիսկ գնալու եք տոն եք երևի միասին, ընտանիքով այսպես մեծ նշում եք, ինչ է կամ չգիտեմ։ Եթե վարկ եք ուզում ինչ որ մեծ նպատակի, շատ մեծ լուրջ նպատակի համար, այդպես մեծ գումար է ձեզնից գնալու, այսինքն ծախսի տակ եք ընկնում, որտեղ վարկ եք վերցնում կլորիկ գումար, բայց դա շատ լավ բանի համար է, դրա համար էլ դուք շատ ուրախ եք իրականում, ձեզ համար դրական է, դե պարտք է ինչ է, բայց իրականում ձեր երազած տունն եք ուզում գնել, ձեր երազած մեքենան, ձեր երազած ճամփորդությունը, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում չեմ կարող ասել նաև կտրուկ միգուցե ինչ որ փոփոխություն, ինչ որ լինում է ֆինանսներում, շատ լավ է։ Շատ գեղեցիկ է, դուք շատ գոհ եք, տազերով չի կարող վատ լինել, տեսնում եք ընտանիքում եւ ամուսինը եւ կին եմ տեսնում, ընտանիքում ֆինանսական հարցերը հարգելիներս շատ դրական եմ տեսնում։ Ինչ հարց ունեք ֆինանսների հետ կապված, ձեր ուզածով հաջորդ շաբաթ տեղի կունենա։ Ֆինանսները կգան կամ վարկը կտան, ինչ էլ որ լիներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ հունիսի 14-ից 20-ը։ Ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ լուսին։ Լուսինը մի քիչ տխրություն է, կասկածներ, անհանգստություններ, միգուցե ինչ-որ լուր եք լսում։ Վատ լուրի մասին չի խոսքը, հարգելիներս, ես ոչ մի վատ լուրի մասին չեմ ասում, այլ եղակի ինչ-որ նույնիսկ նորություններում լուրեր եք լսում, չգիտեմ, ինչ-որ բան եք լսում, ինչ-որ ջրի երես է դուրս գալիս, ինչ-որ ինֆորմացիա եւ մի քիչ ձեզ անհանգստացնում կամ մի քիչ ձեզ տխրեցնում է։ Շատ լուրջ խնդիրներ առայժմ չեմ տեսնում։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ գիրք, այո, սա էլ կարող է ինչ-որ բան է պարզվում։ Ինչ-որ բան, ինֆորմացիա է գալիս, ինչ-որ ձեր ծանոթների, բարեկամների, հարազատների հետ կապված, տեսնենք։
Տեսնենք։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, չէ, դա լուսին ամեն դեպքում չի վերաբերում անձնական հարաբերություններին։ Հարգելի են, ասեք ինչ կարտեր եմ տեսնում։ Կարմիր, 10, 9, շատ գեղեցիկ հարաբերություններ եմ տեսնում, դուք շատ լավ եք զգում, սիրված եք, սիրում եք, չէ, ընտանեկան, բարեկամական, տեսնում եք եւ ընկերների, եւ հարազատ, մտերիմ մարդիկ ունեք, շրջապատված կլինեք իրենցով։ Շատ լավ է, ժամանակ անցկացնեք, կարտերը հուշում է նաև գնացեք, մի շաբաթ շատ ժամանակ անցկացրեք ձեր հարազատների, նաև ձեր ընկերների հետ, չգիտեմ, զրուցեք, շփվեք, շատ լավ է։ Ես տեսնում եմ շատ նորմալ մարդկային հարաբերություններ, չգիտեմ ինչ ասել, ինչ հարաբերություններ որ ունենաք, շատ գեղեցիկ եմ տեսնում։ Ովքեր երիտասարդ են, չգիտեմ, զույգեր են, հանդիպում են, տեսնում եք, սիրո կարտն է վերջում տեսնում շատ այսպես ձեզ սիրված կզգաք, լավ կզգաք, իսկ եթե բարեկամի հարազատների հետ եք շփվում, էլի շատ ջերմ մթնոլորտ կլինի ձեզ համար հաջորդ շաբաթ։ Հո, տեսեք աշխատանքում ինչ եմ տեսնում։ Աշխատանքում տեսնում եմ հաջողության կարտը։ Տեսնենք, աշխատանքում ինչ հաջողություն է սպասվում։ Շատ լավ եմ տեսնում, շատ։ Արտակարգ կարտեր եմ տեսնում, տեսեք, 2 տուզ եմ տեսնում։ Հաջողության կարտը հենց սկզբում դուրս եկավ։ Տեսնում եմ այստեղ սրտի տուզ, տղամարդ չեմ կարող ասում, ինչ է, շատ աշխուժ կլինի, բավականին աշխատանք կլինի, եւ տեսնում եմ կին, եւ տեսնում եմ տղամարդ, եւ տեսնում եմ ձեր ցանկությունները, նպատակները, հաջողության կարտը։ Աշխատանքի հետ կապված, եթե նրանք ովքեր նոր աշխատանք էին փնտրում, հաջորդ շաբաթ շատ հաջող կլինի։ Եթե աշխատանքի, չգիտեմ, հարցազրույցի եք գնացել, ամեն դեպքում ձեզ հավանաբար ամենայն հավանականությամբ աշխատանքը կտան, ճանապարհը բաց է։ Աշխատանքի հետ կապված գործերում ինչ նպատակ ցանկություններ ունեք, եթե մի շաբաթում կարող է հաջորդ շաբաթ հարցը լուծվել, հարցը կլուծվի, իսկ նրանք ովքեր աշխատում են գոհ են իրենց աշխատանքից, այդպես էլ կլինի։ Ամեն դեպքում աշխատանքից դուք շատ բավարարված ու գոհ կլինեք։ Եվ անձնական հարցերում էր ամեն ինչ շատ լավ, եւ աշխատանքում ամեն ինչ շատ լավ կլինի ջրհոսների համար հաջորդ շաբաթ հարգելիներս։ Տեսնենք ֆինանսներում ինչ է կատարվում։ Ֆինանսներում տեսնում եմ ինչ որ առաջարկություն կա եւ ինչ որ աղվեսով տեսնում եմ ինչ որ կին։ Տեսնենք ինչի հետ է կապված։ Շատ կերպարներ եմ տեսնում, հետաքրքիր է, տեսեք ինչ եմ տեսնում, արգելի ջրհոսներ ձեր ֆինանսների հետ կապված։ Տուն եմ տեսնում, տան հետ կապված ինչ հարցեր կան, արք ու վաճառքի հետ է կապված, տան վարկի հետ է կապված, տանը վերանորոգման հետ կապված, ֆինանսների հետ, ինչ կարող է կապված նա չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, այսպես տեսնում եք, ինչ որ որոշում պետք է կայացնեք երևի թե տանը, չգիտեմ, ձեզ են առաջարկում, դուք եք առաջարկում, խորհրդակցում եք տարբեր մարդկանց, ասում կերպարներ շատ եմ տեսնում։ Ամեն դեպքում ինչ որ է կապված է տան հետ։ Մի տեսակ ինչ որ որոշում եք կայացրել, կամ ձեզ առաջարկություն են արել, չգիտեմ, կամ դուք եք առաջարկել, մի տեսակ այսպես լճացել մնացել էր, որոշումը կա, բայց ոչինչ տեղից չէր շարժվում։ Միգուցե մարդկանց հետ խորհրդակցում եք, կամ ինչ որ մասնագետ է ձեզ օգնում է, եթե ձեր տան արք ու վաճառքի հետ է կապված, այդպես կարող եմ ասել։ Ինչ որ մեկի հետ մասնագետ է, որ ձեզ օգնում է, այստեղ առաջարկություններ կան, եթե ձեր տունն եք վաճառում, հա, բանակցում եք, բայց առայժմ ոչինչ տեղից չի շարժվում։ Ես այդպես եմ տեսնում, ֆինանսների հետ կապված, տան հետ է կապված մի տեսակ։ Ամեն դեպքում ինչ էր որ լինի, բանակցությունները սկսվել են, ինչ որ մարդիկ կան, առաջարկություններ կան, եթե ուզում են ձեր տունը գնել կամ գոնե, կամ եթե դուք եք ուզում գնել։ Առաջարկություն կա, բայց էլ եմ ասում, ինչ եք մի տեսակ անհամաձայնության չեք գալիս առայժմ։ Ես այստեղ տեսնում եմ, որ իրականում շատ լավ առաջարկություն կլինի։ Անկախ նրանից դուք եք վաճառում, դուք եք գնողը, վաճառողը, դուք եք ինչ էլ որ լինի, մասնագետը կար ձեզ օգնում էր, եւ կարող եմ ասել, որ դուք վերջնական որոշում պետք է կայացնեք, բայց դուք ի վերջո կստանաք առաջարկություն, որը ձեր սրտով կլինի, եւ որոշումն է ձերն է, որոշումը կայացնեք։ Ամեն դեպքում ես ի վերջո տեսնում եմ շատ լավ։ Այս երևի սպասողական վիճակն էր տան հետ կապված, տան ֆինանսների հետ կապված, տան արք ու վաճառքի, չգիտեմ, ձեր ուզած գումարը առաջարկում են, չեն առաջարկում,
դրա համար սպասողական վիճակ հնարավոր է, բայց ես իրականում շատ լավ եմ տեսնում եւ աշխատանքը, եւ անձնական հարցերը, եւ ֆինանսները, շատ լավ է ջրհոսների համար։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ, հունիսի 14-ից 20-ը։ Ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ շատ գեղեցիկ։ Դուք եք գեղեցիկ, գեղեցկանում եք, զուգվում, զարդարվում եք, գնում եք ժամադրությունների, չգիտեմ, սանրվածք եք ձեռք բերում, միգուցե դուք եք աշխատում որևէ գեղեցկության սրահում, չգիտեմ, եղունգներ եք հարդարում, մազ եք հարդարում, դիզայնով եք զբաղվում, դուք եք մարդկանց գեղեցկացնում, սա ձեր մասնագիտությունն է, ուրեմն շատ զբաղված կլինեք, այդպես էլ կարող է լինել։ Բայց կարող է նաև լինել, որ դուք ուղղակի գնում եք ժամադրության, այստեղ ստվերում նաև տեսնում եմ այսպես այգին պուրակ, այսինքն շատ եք տնից դուրս գալիս, ուզում եք գնալ, շփվել մարդկանց հետ ժամադրությունների, գնալ հանդիպել, շատ գեղեցիկ տրամադրության մեջ կլինեք։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ փոփոխության կարգ եւ տեսնում եմ 9։ 9 շատ լավ է, քյարպինջի 9։ Հիմա տեսնենք ինչ է նշանակում, ինչ փոփոխության մասին։ Միգուցե դուք ուղղակի ուզում եք փոփոխություն անձնական կյանքում, տեսնենք։ Ինչեր եմ տեսնում։ Ինչեր եմ տեսնում անձնական հարաբերություններում ձկների։ Տեսնենք ինչեր եմ տեսնում։ Ես կարող եմ ասել, այստեղ տեսնում եք, այստեղ տեսնում շատ կերպարներ եմ տեսնում, շատ կերպարներ եմ տեսնում եմ տուն, տեսնում եմ այստեղ միգուցե այստեղ ծնողներն են, երիտասարդների, միգուցե գիտեք, չգիտես ինչ թվում է սա աղջկա մասին է։ Աղջկա մասին է հավանաբար խոսքը։ Ունի լավ ընտանիք, լավ ծնողներ, հոգատար են իր նկատմամբ, շատ լավ է, տուն, ընտանիք, լավ է, իսկ աղջիկը անձնական կյանքում երևի փոփոխություններ է ուզում։ Փոփոխություններ է ուզում, բայց չգիտես ինչի չի ստացվում առայժմ։ Երևի թե տարբերակներ կամ եղել են, կամ լինում են ինչ-որ, բայց անդադ ինքը այսպես ճանապարհի կեսին չի կարողանում որոշում կայացնել։ Ես կարող եմ ասել, որ իր անձնական կյանքում դատարկություն չի, այսինքն այնպես չէ երբեք ոչ մեկի հետ չի շփվել, տղաներ չեն եղել։ Ամեն դեպքում ինձ թվում է եղել են, բայց չգիտես ինչի աղջկա բախտը չի բացվում, ճանապարհը դեռ տեսնում եմ չի կառուցվում։ Ես տեսնում եմ կար նաև բարեկամ ծանոթներ, որոնք ուզում են իրեն ծանոթացնել տարբեր երիտասարդների հետ։ Առայժմ տեսնում եմ ամեն դեպքում աղջիկ ամեն դեպքում այս կնոջ հույսով էլ չէ, այսինքն չեմ կարողացել, որ այս կինը իրականում կարողանում է ինչ-որ գործին օգտակար լինել։ Ինձ թվում է ամեն դեպքում չի կարողանում։ Աղջիկը շփվում է, բայց ոչինչ էլ չի ստացվում։ Նույնիսկ եթե միջնորդում են, փորձում են ծանոթացնել, ես էլի տեսնում եմ առայժմ աղջիկը սպասողական վիճակի մեջ է։ Ինքը շատ ուզում է լուսնով, բայց կասկածներ ունի, միգուցե վստահության խնդիր ունի, առաջներում շփվել է, հիասթափվել է ինչ-որ մեկից եւ դրա համար մի տեսակ այսպես կարող է այդպես լինել, ինչ-որ մեկին շատ մոտ է եղել սիրահարվելուն, բայց երևի չի ստացվել։ Հիմա ինքը մի տեսակ կասկածներ ունի, վախեր ունի եւ դժվարանում է, բայց ամեն ուզում է փոփոխություն։ Ես այստեղ ստվերում տեսնում եմ, որ բանալին ձեր ձեռքում է հարգելիս։ Եթե ինչ-որ առաջներում խնդիր ունեցել եք, դե բոլոր մարդիկ նույնը չեն կարող լինել եւ այդպես դե կասկածներ ու վախերը հասկանալի է։ Ես ձեզ չեմ մեղադրում, բայց տեսնենք, լավ, տեսնենք կարտերն ինչ կարող են ասել։ Կարող եմ ասել, որ ձեր ձեռքում է, այսինքն դուք մի քիչ երևի պետք է ավելի բացեք ձեր սիրտը, ձեր կյանք նոր մարդիկ թողնեք, տեսնենք, ինչ որ լրացուցիչ ինֆորմացիա կտան կարտերը։
Տեսեք ինչ հետաքրքիր եմ տեսնում հարգելներս, տեսեք ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Երկու կարտերն տարբեր կարտեր ունեմ, երկու դեպքում էլ բանալի դուրս եկավ։ Երկու դեպքում էլ։ Իսկ 7-ով կարող եմ ասել բանալի նշանակում է շփում, պետք է շատ շփվել։ Բանալի նշանակում է ձեր ձեռքում է հարգելի աղջիկներ, եթե աղջիկների մասին էր խոսքը։ Կամ եթե տղաներն են հիասթափված աղջիկներից, իրենք են փորձում անձնական կյանքը դասել, թող երկուսի մասին էլ լինի։ Բանալին ձեր ձեռքում է, շփումների մեջ է, պետք է շատ շփվել։ Եթե ինչ-որ մեկի հետ հիասթափվել եք, ինչ-որ մեկի հետ չի ստացվել, դեռ չի նշանակում, որ ձեր ճանապարհը փակ է, որովհետև ես իրականում շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես կարող եմ ասել, որ դուք ուզում եք ամուսնանալ, այսինքն արդեն պարզապես հանդիպումներ չեք ուզում, դուք պարզապես ուզում եք ամուսնանալ։ Միգուցե ինչ-որ ամուսնության մոտ եք եղել, ինչ-որ մեկի հետ ուղղակի չի ստացվել։ Արդեն շատ մոտ է եղել մատանի դնելու ամուսնության, բայց չի ստացվել։ Իրականում չի ստացվել։ Ես չեմ կարող ասել դուք շատ ողբերգություն եք ապրում, անկեղծ ասած։ Ինձ թվում է ոչ, ողբերգություն չեք ապրում։ Հակառակը դուք նոր սեր եք ուզում, դուք ուզում եք ձեր կյանքում փոփոխություն լինի։ Կարող եմ ասել ձեր տուն գալիս են որոշ օձեր, հա, բան բասում են, խոսում են, բայ ձեր աղջիկը, բա որ հանկարծ տանը մնա։ Կարող է այդպիսի խոսակցություններ, կամ պարզապես գալիս են ուզում են այս տղայի, այն տղայի հետ իբթե ծանոթացնել, բայց ինձ թվում է իրականում բանալին ձեր ձեռքում է դեպի սիրտ, տեսեք վերջում սիրտ եմ տեսնում հարգելիներս եւ բանալի, այսինքն ձեր ձեռքում է ձեր սիրո բանալին, այսինքն դուք պետք է շատ շփվեք մարդկանց հետ, ոչ մեկի ասածներին մի լսեք, անշնորհք բաներ խոսում են, ինչ խոսում են իրենց է վերաբերում, դուք իրականում ունեք տարբերակ, անպայման ձեր սերը կգտնեք ի վերջո, դե հաջորդ շաբաթ որ ասեմ հարգելիներս հասկանում եք, երևի թե հաջորդ շաբաթ չեք գտնի, ես ընդհանուր եմ ասում, նրանք ովքեր ուզում են փոփոխություն Իրականում բանալին ձեր ձեռքում է եւ բանալին շփման մեջ է, շատ շփվեք նոր մարդկանց հետ, նոր երիտասարդների մեջ, մի քիչ ավելի ինքներդ բաց եղեք շփման համար, մի քիչ վստահեք ավելի, որովհետեւ ինչ որ մեկը սխալ է դուրս եկել, ինչ որ մեկի հետ հարաբերությունները, դե բոլորը չեն կարող վատ լինել։ Կարտերն ինչ էին ասում, գնացեք ժամադրությունների, հանդիպեք, շփվեք, բանալին ձեր ձեռքում է հարգելիներս։ Աշխատանքի վայրում, ինչու պետք է տեսնել անձնականում, իրականում աշխատանքի վայրում։ Ես իրականում կարող եմ ասել, միգուցե աշխատանքի վայրում լինի ինչ-որ մեկը, որ կարող է հավանել, կարող է ձեզ սիրում է ինչ-որ մեկը ձեր աշխատանքի վայրից, այդպես էլ կարող է լինել։ Տեսնենք, սատիտուզ աշխատանքի հետ կապված ինչ է նշանակում։ Եթե ամեն դեպքում այստեղ աղջկա մասին լինի, կա այսպիսի աղջիկ, որը ձուկ է եւ իրեն վերաբերում է այս պատմությունը կամ իրավիճակը, ապա միգուցե աշխատանքի վայրում կա ինչ-որ մեկը, որ ձեզ սիրում է, ուղղակի դուք երևի տեղյակ էլ չեք։ Տեսնենք։ Ինչ է նշանակում սրտիտուզը աշխատանքի վայրում։ Արժել կարտեր հանել, թե չարժել։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Աշխատանքի վայրում ոչ մի խնդիրներ չեմ տեսնում, հարգելիներս, իսկապես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Մանր-մունր ինչ որ ստից մտից գործեր կան, խնդիրներ առաջանում են, որ աշխատանքում խնդիրներ չի լինում։ Զրուցում եք մարդկանց հետ, խոսում եք, չգիտեմ, գալիս եք ընդհանուր հայտարարի, ոչ մի մանր-մունր հարցերը, ոչ մի խոչընդոտ չեն։ Բանալին ձեր ձեռքում է, աշխատանքի վայրում շատ լավ է ամեն ինչ եւ լավ լուր կլսեք, ինչ որ մի բան էլի ձեզ կուրախացնի, մանր-մունր խնդիրները ոչ մի խնդիր չեն, ել եմ ասում, դուք շատ ամեն ինչ շատ հեշտությամբ կարող եք բոլոր հարցերը լուծել եւ մյուս կողմից իսկապես միգուցե լուր լսեք իմանաք, որ ձեզ ինչ որ մեկը սիրում է ձեր գործի տեղից։ Այդպես էլ է հնարավոր։ Ֆինանսներում տեսնում եմ սարը, այսինքն ինչ որ խոչընդոտ կա, ինչ որ խանգարող հանգամանք կա ֆինանսների հետ կապված, տեսնենք։ Ինչ հետաքրքիր է, տեսնում եք, այստեղ ինչ որ խոչընդոտ, ասիկիցու խանգարող հանգամանք է եղել մինչև հիմա, հաջորդ շաբաթ այդ խանգարող հանգամանքը կվերանա եւ ձեզ համար ճանապարհը բաց է։ Ես չգիտեմ այս մարդը ով է, բանկի աշխատող է, ինչ աշխատող է, մասնագետ կարող է լինել ինչ որ մի բանի, ես չեմ կարող ասել ճիշտն ասած, բայց տեսնում եմ 2-6 ձեր ցանկություններն ու երազանքները այս մարդու միջոցով կիրականանան հարգելիներս։ Էլ եմ ասում, մասնագետ է, չգիտեմ ով է, ինչ կապ ունի ֆինանսների հետ, ում եք դիմում, ինչ եք անում, եթե մինչև այդ կան խոչընդոտներ, այս լավ մասնագետի միջոցով ձեր նպատակներին կհասնեք առավելագույն ձևով։
Այսինքն ինչ որ ակնկալում եք ֆինանսներից, այն էլ կստանաք։ Վարկ եք ուզում այս մարդու միջոցով վարկը ձեզ կտան, պարտքեին ձեզ պարտքը կվերադարձնեն, չգիտեմ, լավ աշխատանքի եք ընդունվել, ֆինանսները ձեզ շատ կգոհացնեն, շատ լավ է։ Շատ հաջող կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Ամեն ինչ շատ լավ կլինի հաջորդ շաբաթ։